Սիրո երաժշտությունն այն է, երբ հոգիդ երգում է ամենամաքուր նոտաներով։ Սերը շատ կամ քիչ չի լինում, սերը լինում է առավել։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ սիրված երգիչ հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանին։ Սամվել, համեցեք։ Բարի գալուս մեր տաղավար, շատ ուրախ եմ ձեր ներկայության համար, կարծում եմ այսօր հրաշալի զրույց ենք ունենալու։ Շնորհակալ եմ նաև հրավերքի համար, Խնդրեմ, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ սկսենք մեր զրույցը։ Սամվել, մենք այսօր կանցնենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով, այն ճանապարհներով, որոնցով որ դուք անցել եք եւ փոքրիկ անկառներ կվերցնենք այն հատվածներում, որտեղ ինչ որ մի խաչմերուկներում դուք կանգնել եք, խորհել եք ու գնացել եք առաջ։ Սկսենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ 1969 թվականին, քաղաք Էջմիածին, դեկտեմբերի 7, ցավալի օր, բայց այն ժամանակ, երբ որ ես ծնվել էի, այդ օրը չկար։ Միանշանակ չկար։ Էջմիածին քաղաքում լավ, նորմալ, մտավորական ընտանիքում մայրս ուսուցչուհի ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդում էր, մոտ 40 տարի ուսուցչուհի էր։ Լավ ընտանիքում, լավ դաստիարակություն ստացած, լավ մարդկանց մեջ, ծնվել եմ, սովորել եմ Էջմիածնի համար 1 համար առաջին միջնակարգ դպրոցում, Իսկ հայրը մասնագիտությամբ։ Հայրս մասնագիտությամբ, հայրս եւս մտավորական ընտանիքից էր, գազի գրասենյակում էր աշխատում մեզ մոտ Էջմիածին քաղաքում, բայց ընտանիքի մեծամասնությունը իրենց պապայի ընտանիքի մեծամասնությունը եւս արվեստագետներ, պատմաբաններ, դերասաններ, նկարիչներ եւ այլն։ Սամվել, ով է ձեր անունը ընտրել եւ ինչու Սամվել, երբևէ հարցրել եք։ Պապիկիս ընտրությունն էր դա, պապիկս Սամվել ուզեց։ Մամաս, պապան ուզում էր Սամվել, պապայի ընտանիքը Սամվել էին ուզում, մամայի ընտանիքը ու մաման գլխավորությամբ ուզում էին, որպեսզի խաչիկ լիներ։ Այդ մասին առաջին անգամ եմ դեպ ասում։ Խաչիկ, այդպես, միջև երևի թե դպրոց ավարտելը մամայի կողմը, մամայից գերդաստանը ինձ միջև այդ ժամանակները խաչիկ էին ասում, պապայինը բնականաբար Սամվել էին ասում, բայց քանի որ փաստաթղթերով, անձնագրով, վկայականներով գրանցված էր որպես Սամվել, այդպես էլ մնացի որպես Սամվել։ Մանկապարտեզ գնացել եք։ Միանշանակ իհարկե։ Իսկ հետո դպրոց արդեն ընդունվեցիք, իսկ դպրոցում լավ եք սովորում։ Իսկ նաև ասեմ, որ մանկապարտեզում առաջին դերակատարումն եմ ունեցել, այո, երբ որ մանկապարտեզում այդպես երևի նկատելի էի դարձել այն ժամանակների համար, որ ինչ-որ հետաքրքրություն կար, չարի վերջը այդպես փոքրիկ ներկայացման մեջ ինձ աղվեսի դերն էին տվել, այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Հետո արդեն երբ որ մանկապարտեզը վերջացրեցի դեպի դպրոց, ինձ մի քանի տարի անընդհատ մանկապարտեզից կանչում էին տարեմուտի երեկոյին մանկապարտեզում որպես ձմեռպապի։ Ու ես արդեն այդպես այդ դերը իմ բան էի արել, հարմարվել էի այդ ու ամեն տարի սպասում էի, որ ինձ պետքա ձմեռպապի կանչեն, փոքր ձմեռպապի էր, մի քանի տարի էլ այդպես, այդտեղից սկսվեց։ Ու արդեն դպրոցական տարիներ լավ աշակերտ եք եղել, լավ եք սովորել։ Ես լավ եմ սովորել, վատ չեմ սովորել, Ո՞րն է ձեր ամենասիրելի առարկան եղել Սամվել։ Զարմանալիորեն, հիմա իմ կյանքում իհարկե քիչ է պետք գալիս ինձ, բայց քիմիան շատ եմ սիրել ու քիմիան շատ էի լավ էի սովորում։ Լեզուները միանշանակ, որովհետև ինքս ավարտել եմ հայկական դպրոց, բայց տիրապետում էի ռուսերենին ավելի լավ, քան ռուսականները, այդպես։ Դա երևի թե կարելի է կապել, որովհետև մաման ուսուցչուհի ռուսաց լեզվի եւ ռուս գրականության, ընտանիքում ռուսալեզու ընտանիք է, այդպես կարելի է ասել, դա էր պատճառը, որ այդպես սիրեցի լեզուն ռուսերենը։ Սամվել, դպրոցն ավարտելուց հետո ծառայել եք բանակում։ Չէ, ունեի առողջական խնդիրներ ու այդպես ծնողներս արեցին ամեն բան, որպեսզի ես չծառայեմ։ Դա խորհրդային միության տարիներն էր։ Հիմա համարձակ եմ ասում այդ խոսքերը, որովհետև հայոց բանակից չի որ։ Չեմ ծառայել եւ դրա փոխարեն աշխատել եմ այդ ժամանակաշրջանում։ Հետո արդեն բարձրագույն որևէ մի հաստատություն ընդունվեցիք։ Ընդունվեցի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիան ընդունվեցի։ Այդտեղից սկսվեց ամեն ինչ։
թատրոնում աշխատել եղել են մի քանի թատրոններ, Ոզնիներ թատրոնում եմ աշխատել, մետրո թատրոնում եմ աշխատել, Սունդուկյանը ավարտելուց հետո ինձ պահեցին որոշ ժամանակ այնտեղ իհարկե մասսայական տեսարաններում, էպիզոդիկ դերերում, բայց մնացի։ Հետո մետրո թատրոնից հետո ես ինքս որոշեցի, որպեսզի թատրոնը թողնեմ ու անցնեմ երկարվեստին։ Ու այդտեղից էլ սկսվեց երևի թե Արթուր Գրիգորյանի հետ շփումը, ծանոթությունը, մտերմությունը, որից հետո հայեր համույթ, Նադեժդա Սարգսյան, այդ տեսակ ճանապարհ գծվեց ինձ համար։ Այն ամենահստակ քայլը դեպի երկարվեստ, որն էր այդ քայլը եւ որտեղ էր այդ ճանապարհի սկիզբը, կհիշեք։ Երևի թե տարավ կանգնեցեց այդ կետին մոտ։ Երևի թե սերը եւ ցանկությունը դեպի բեմարտակում մենակ լինելու, երգելու, հա, մի փոքր էգոիզմ երևի թե, որովհետեւ թատրոնում դե մենակ չես լինում, բնականաբար, իսկ երկարվեստում մենակ ես լինում, դա էր ցանկությունը երևի թե որոշեցի որպեսի երգիչ, դա հանդիսացավ պատճառ, որպեսի գտնեմ ճանապարհներ, իսկ ճանապարհները շատ հարթ ու լավ, պես ուղիղ գծված տարան դեպի ու այն ժամանակ իհարկե չկար երկի պետական թատրոն, կար Արթուր Գրիգորյանի այդպես թիմ, որ հավաքել էր այն ժամանակների համար երիտասարդների, ովքեր իսկապես շատ լավն էին, ու այդպես առաջին քայլերս այդպես եղավ, որից հետո արդեն հայտնվեց իմ կյանքում Նադեժդա Սարգսյանը, հայեր համույթ, ինձ հրավիրեցին հայեր համույթ, որպես մենակատար, ներքևը շատ լավն էր, Նադեժդան, Արմինկա երգչուհի, Միացյալ Նահանգներում է հիմա, իմ լավ ընկերը, Գոգա երգչուհի, եւս իմ լավ ընկերը։ Իդեպ Գոգան որտեղ է սանվել։ Միացյալ Նահանգներում։ Իսկ երգում են, շարունակում են։ Երգում էր, այս վերջին ժամանակներս կարծեմ չէ։ Երգչուհի Ջուս։ Այո։ Ну, Ջուս հիմա է, Ջուս ժամանակին Յանինա էր ինքը։ Այո։ Մեզ մոտ այդպես 18 տարեկան էր։ Յանինային բերեցին մեզ մոտ մի քանի տարի եւս աշխատեց։ Այդ խումբն էր։ Մենք շատ շրջագայել ենք, շատ մասնակցել ենք միջազգային փառատոների, իսկապես շատ լավ բաներ էինք վայելում, արդյունքը շատ լավն էր իսկապես, Նադիայի դպրոցը իսկապես լավն է։ Ну, երջանկայի շատակ իհարկե Նադիան, որովհետև Նադիային ես էլ եմ նրա դպրոցը անցել իդեպ։ Շատ սիրում եմ, շատ կարոտում եմ Նադիային, Նադիայի կարիքը կա։ Այո։ Երբեմն կարոտ ես առնում նաև Էմիից, երբեմն խոսում ենք, շփվում ենք։ Իմ լավագույն տարիներն էին դրանք։ Կարոտի մասին միշտ կարելի է խոսել, որովհետև կարոտն էլ մեզ հետ ապրում է ամբողջ կյանքում։ Ինչքան քայլում ենք, այնքան կարոտը մեր սրտում ցավոք սրտի հետ զետե տարիների ընթացքում կարոտը ավելի է աշխատանում, որովհետև ժամանակ առ ժամանակ ավելի շատ կարևոր ու լավ մարդկանց են կորցնում մեր կյանքում ու կարոտը իսկապես սկսում է խեղդել ու խեղդել ու խեղդել։ Սամվել, այդ կարոտին ո՞նց ենք մենք դիմանում։ Դե փորձում ենք հարմարվել, այլ տարբերակ չկա այլ, որպեսզի չհարմարվենք։ Երևի հարմարվում ենք։ Հիշողությունները պահպանելով, այո, որպես գանձեր, հարմարվելով գնում ենք առաջ։ Հետո կյանքի ճանապարհը ձեզ տանում է առաջ ու հանդիպում եք ձեր կնոջը։ Այնպես ստացվեց, որ շատ արագ ստացվեց մեզ մոտ ամուսնությունը, 19-20 մոտարապես այդ տարիքում ամուսնացանք, 21-ում արդեն պապա էի, զարմանալիորեն, հա, ու նախ պատրաստ չէի եւ հոգեպես եւ մտածելակերպով ոչ մի կերպ պատրաստ չէի այն փաստին, որ ես պետք է պապա դառնամ։ Ну 26-27 տարեկանում ես արդեն դպրոց էի գնում ծնողական ժողով, որպես այն ինձ համար դա իհարկե շատ զարմանալի էր։ Երիտասարդ պապա։ Հա, բայց փառք Տիրոջը, փառք Աստծո, ինձ մոտ ամեն ինչ իսկապես շատ լավ ստացվեց, որովհետեւ ընտրությունը շատ լավն էր կնոջ սարումով։ Հետո քանի որ մենք երկուսս էլ շատ երիտասարդ էինք, հա, ես եւ կինս, մամաս այդպես ստեղծեց ամեն պայմանները, որպեսզի մեզ եւ մեծացնի, եւ դաստիարակի, եւ տեսակավորի, այսինքն շատ ճիշտ դարձավ ամեն ինչ, ճիշտ ուղու վրա գնաց եւ դարձավ իսկապես լավ ընտանիք։ Ու ծնվեց ձեր առաջնեկը։ Առաջնեկս Նարեն։ Հետո արդեն քանի տարի հետո ծնվեց ձեր որդին։ 4 տարի հետո։ 2 տարի հետո կորցրեցինք մեկ բալիկ, որից հետո 2 տարի հետո, այսինքն 4 տարի Նարեի տարբերությամբ ծնվեց Նարեկը որդիս։ Այսօր դուք արդեն եւ փեսա ունեք եւ հարս ունեք, բայց միշտ երիտասարդ։ Ստաժավոր եւ սկեսրար եւ Սամվել ի՞նչ է փոխվում կյանքի մեջ այդ դեպքում, երբ որ արդեն որդի եք ամուսնացում եւ ձեր աղջիկն է ամուսնանում։ Թորնիկ ունեք, չէ՞։ Թորնիկ ունեմ, միանշանակ Նարես։ Ինչ գույն է գալիս կյանքում, ինչ գույն է ավելի։ Կյանքը ավելի գեղեցկանում է, ավելի հետաքրքիր է դառնում, ավելի հարստանում է կյանքը, ավելի իմաստուն է դառնում, ավելի հետաքրքիր է նայում
ավելի շրջահայաց ես լինում, շատ ու շատ հարցերին ավելի հետաքրքիր ես մոտենում։ Այսօր Նարեն ապրում է ձեզանից շատ հեռու։ Ցավոք սրտի։ Իսկ այդ կարոտը չի խեղդում Սամվելը։ Գիտեք ոնց արայք, ուրեմն երբ որ Նարեն տարօթացրեց մեզ Արամի հետ, այսինքն մեր Փեսայի հետ, ասաց որ Միացյալ Նահանգներից են, բան Արամը եկավ, տարօթացանք, նստեցինք, խոսեցինք, պարզվեց որ Միացյալ Նահանգներում է ապրում եւ չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Մեր պայմանը իմ ու տիկնոջս պայմանը հետևյալն էր։ Մենք մեր օրհնությունը ու համաձայնությունը ծնողական կտանք միայն այն պարագայում, եթե Նարեն Արամի հետ միասին ապրի Երևանում, Հայաստանում։ Արամը գնաց, մի քանի օր անցավ, երկար մտածելուց հետո նորից վերադարձավ, ասաց ես գնում եմ Միացյալ Նահանգներ, իրերս հավաքեմ եւ վերադառնամ կամ այստեղ Հայաստան, մենք այստեղ կապրենք Նարեի հետ միասին։ Մենք մեր օրհնությունը տվեցինք, մեր համաձայնությունը տվեցինք, նրանք միասին այստեղ ստեղծեցին իրենց ընտանիքը։ Բայց շարաբաստիկ 2020 թվականը, որից հետո էլի վատ տարիներ, ստիպեց մեզ, որպեսզի ես ինքս Արամին ասեմ, Նարեի հետ միասին, ձեր բալիկի հետ միասին տեղափոխվեք Միացյալ Նահանգներ, ավելի ապահով կլինենք։ Այդպես տեղափոխվել են, այնտեղ են ապրում, շատ են կարոտում, բայց տեսազանգի։ Այո, այսօր կարծես ժամանակները փոխված են։ Հա, մի փոքր արդի են արդեն ու հեշտ է ավելի։ Քանի տարեկան է թորնիկ, թե դեռ չի։ 6 Արդեն 6 տարեկան։ Այո, շուտով կլինի 6 տարեկան։ Օ, դե ուրեմն քանի որ մեզ ամբողջ աշխարհն է դիտում, մեր ջերմ ողջունները, նաև Նարե ջան, ձեզ շատ այսպես հայրդ պատմում է եւ ես նրա զրույցը լսելով շոկավում ու զվում եմ, որովհետեւ հասկանում եմ թե ինչ մեծ կարոտ է ապրում Սամվելի սրտի խորքում։ Մեր ջերմ ողջունները եւ Նարեին եւ աշխարհասփյուռ մեր հայերին։ Երբեմն լինում է պարհեշ, երբ Նարեի կարիքն եմ իսկապես շատ ունենում։ Հա, որևէ մեկը չի կարող այդ բաց տարածքը լրացնել, ոչ ընտանիքի անդամները, ոչ որդիս, ոչ կինս, ոչ քույրերս, ոչ հարսը, ոչ Նարեի կարիքն եմ ունենում շատ հաճախ, բայց դե այդպես հարմարվում ենք։ Վերջերս ամուսնացեցիք ձեր որդուն եւ ձեր տուն եկավ մի հրաշք աղջիկ։ Հեշտ ընդունեցիք նրան որպես արդեն մշտական տան անդամի։ Գիտեք ոնց, ուրեմն երբ որ որդիս արդեն մեզ ասաց, որ ունի ընկերուհի ունի եւ լուրջ հարաբերություններ է ստեղծում ընկերուհու հետ, տիկնոջս հետ միասին պայմանավորվեցինք, թե երբ է բերելու եւ ծանոթացնելու մեզ հետ այդ աղջկան։ Աղջկա հետ միասին տանն էինք, միասին եկան Օլիայի հետ միասին ծանոթացանք։ Երկեցի, շատ ուրախացա, որ որդիս վերջապես ունի ընկերուհի եւ լուրջ հարաբերություններ։ Ու ընթացքում տես խոսքի մեջ խոսում ենք, ասեցի, եթե ամեն ինչ лав լինի, դուք ունենք եւս էլի բնակարան, դուք կարող եք առանցին ապրել։ Հարցիկը Սոլյան ասեց, а вы знаете, я хочу с вами жить։ Ես շատ անսպասելի էր ինձ համար, հա, ու շատ հուզված էի այդ բանը, որտեղ ժամանակները հիմա մի այլ չէ, երիտասարդները ավելի շատ ուզում են որպեսզի առանցին ապրեն, ասեց, մենք ուզում ենք որպեսզի միասին ապրենք։ Փաթաթվեցի, համբուրեցի ճակատ ու ասի, բարով ես եկել մեր տուն բալա։ Ու այդպես ինչ օրս մենք միասին ապրում ենք խաղաղ ու շատ լավ։ Շատ լավ է։ Ես շատ ուրախ եմ։ Կյանքում եթե կա ներդաշնակություն, ուրեմն կա նաև խաղաղություն, եւ կարելի է հասկանալ, որ այդ ամենի հիմքում ընկած է անկեղծ ու բարի սերը։ Շնորհակալ եմ Սամվել։ Վերջերս մենք զրուցում էինք ձեր մտերիմ ընկերոջ Արգինեի հետ եւ շատ հետաքրքիր այսպես դրական գեղեցիկ խոսքերով ներկայացրեց ձեզ Արգինեն։ Ես հիմա ասեմ ավելին, որ Արգինեն կմիանա մեր զրույցին, որովհետեւ Արգինե Ալոյանը եկել է մեզ հյուր։ Արգինե ջան, համեցեք եւ միացեք մեր զրույցին։ Ես նմանատիպ անակնկալ ես ուղղակի չէի սպասում։ Բարև ձեզ։ Բարի գալուս մեր տաղավար։ Իմ լավ։ Համեցեք, զբաղեցեք ձեր տեղը։ Շատ անսպասելի։ Ինձ ասել էին, որ հյուր է լինելու։ Բայց չէ, մտածի չէ որ Արգինեն կլինի։ Ամեն մասնագիտական, հա, այդպես գործընկերների էի սպասում, հա, գուցե եւ Էջմիածնից, մանկության տարիներից։ Ինչպիսի ընկեր է Սամվելը։ Սամվելը դե պատկերացրեք։ Ոնց կա այդպես ասեք։ Ասեմ, թե ես երբևէ նմանատիպ շատ ավելի մոտ ու մտերիմ ընկերներ ունեցել եմ, բայց մերժել եմ նմանատիպ դեպքերում ինչ որ մասնակցել, բայց Սամվելի դեպքում չեմ մերժել։ Սամվելը շատ արդար, ազնիվ, շատ նվիրվող, ինքը լավ ընկեր է։ Հանդիպումների քանակի եւ
շատ ժամանակ անցկացնելու մեջ չի գաղտնիքը, ինքը լավ ընկեր է հեռվից, հնարավոր է նաև տես, չնայած մենք միասին նաև աշխատում ենք, ամեն օր միասին ենք անցկացնում, մի ընտանիքի նման ենք արդեն, բայց կարելի է հույս դնել Սամվելի։ Կարելի է հենվել։ Այո։ Իսկ ինչը կարող է, ահա, Մենք աշխատանքային փոխհարաբերություններ նաև, դրա հետ մեկտեղ նաև ընկերական հարաբերություններ, Արգինեին շատ սիրում եմ ու իմ վերջին 7 տարիների լավագույն ձեռքբերումներից մեկն է Արգինեն, որովհետև ճանաչել եմ իսկապես շատ լավ, ազնիվ, պարզ, անկեղծ, ուղիղ, բոլոր հարցերին ուղիղ նայող ու լավ ընկեր ու շատ ուժեղ հենարան, ում կարելի է հենվել, на нее можно положиться и довериться, հա, այդպես ռուսերեն խոսք կա, մարդ ում իսկապես շատ սիրում եմ։ Ես որ իմանա Արգինեն է գալու մի ժամ շուտ կգայ։ Արգինե, իսկ ինչը կարող է վրդովեցնել կամ հունից հանել Սամվելին։ Վրդովեցնել կամ հունից հանել Սամվելի։ Քանի որ խոստովանության տաղավարում եք, ամեն բան պետք է անկեղծ խոստովանեք։ Չի սիրում ոչ adekvat մարդկային պահվածք, հունից դուրս է գալիս, բայց լուռ ու համեստ է տանում միևնույն դեպքում։ Չի ցույց տալիս, բայց կանտաղում է։ Ներքուստ զգում եք, հա։ Հա, ես գիտեմ իրան շատ լավ։ Սիրում է շրջապատված լինի, դաստիարակված, ընտանիք մթնոլորտ լինի, հակառակ պայմաններում արդեն հունից դուրս է ինքը։ Գիտեք, դա խոսում է ներքին կոկեկության մասին։ Շատ։ Ես Սամվելին նաև ինչի չէ։ Մարդուն, երբ որ ես փորձում եմ հասկանալ, ճանաչել եւ այլն, ինձ համար շատ կարեւոր է, թե ինչ ընտանիքում է ապրում եւ ինչ ընտանիքից է։ Սամվելը ունի շատ, ես միշտ եմ ասում, շատ սիրուն ընտանիք եւ եթե ինքը կարողանում է դաստիարակի տենց երեխաներ, Սամվելի տղան ինձ համար օրինակելի տղա է, միշտ ասում եմ ապրեսամ, բայց մենակ Սամվելը չէ, երևի կինը մեծ մասը ծաղկուշին էլ շատ սիրում եմ, շատ լավ են իրանք, ապրեն, որ տենց երեխաներ են դաստիարակել, իսկ եթե ինքը ունի տենց դաստիարակված երեխեք, ինքը չի կարող ատմարդ լինի։ Այդ սերը ու մեծ հարգանքը Արգինեն, որ ասեց մեր ընտանիքի նկատմամբ, ասեմ, որ փոխադարձ է, որտեղ մեր ընտանիքն էլ շատ սիրում է Արգինեին, ու ցանկացած ինչ որ միջոցառում կամ ինչ որ մի բան պետք է ունենանք, բան նախ առաջինը վստահում ենք Արգինեին, որտեղ կաթոլիկեն կատարյալ ու մեծ վարպետությամբ այդ ամեն ինչին գումարած այդ ամենին լավ ընկեր, իսկապես լավ ընկեր։ Ու ես շատ ուրախ եմ, որ իսկապես շատ լավ ընկեր ունեմ այսօր հյուր, բոլորին կարող էի պատկերացնել, բացի Արգինեի։ Շատ լավ է, ես համար շատ ուրախալի է։ Առաջին դեպքն է, առաջին անգամ է, շատ ընկերներ չունեմ, քիչ են, բայց միշտ ասել եմ լավ, դուք ինձ գիտեք, ես չեմ, չէ էլի։ Բայց այս անգամ Արմինեն որ ասեց, սենց բան կա, 3 վայրկյան չի տվել, ասել եմ Արմուշ, երբ պետքա գնամ, ուր պետքա գնամ, ու անջատել եմ հեռախոս, սենց եմ, նախ հարգում եմ միշտ տարիքը Սամվելի, որովհետև բավականին ինքը տարիքով չի ինձանից, բայց ես սիրում եմ, երբ որ ես իր տղայի հետ կարանք մենք շփվենք ընկերություն, պարտավոր ենք ծնողի տարիքի Ավաշ ընկեր ունենալը լավ բան է։ Շատ։ Էս եթերը ինչ լավ լինելու։ Շատ լավն է լինելու, դեռ ամեն բան արժևում ասեմ։ Բարերարա, պետք է պատմեմ դրա մասին։ Բոլորին օգնում է։ Այնքան եմ ասում, լավ էլի սամ, խնդրում եմ։ Ես չեմ սիրում, երբ որ սկսում են մարդուն չարաշահել, մահացու է այդ իմ համար, բայց ինքը փաստորեն հաճախ ինձ ասում են այդ չարաշահել չի, չէ, խիղճը կապ չունի դրա հետ, ես կարամ շատ խղճով լինեմ, բայց երբ որ դիմացինս չարաշահում է, ես տանելի չի ինձ համար։ Արգինե, իսկ աշխատանքի մեջ եւ աշխատանքից դուրս նույն Սամվել Գրիգորյանն է, թե աշխատանքի ընթացքում նա ավելի պահանջկոտ եւ այլ կերպարի մեջ մտածել լինում։ Աշխատանքի ընթացքում, քանի որ ինքը տղամարդ է ու իքական սերը շատ է մեզ մոտ, ստիպված խեղճ Սամվելը
Ինչ անի այդքան աղջիկների Բայց էլ ինչ տեսակ աղջիկներ։ Այո, շքեղությամբ եւ իրենց կանացի պահանջներով։ Կապրիզներով։ Այո, միանշանակ այդ բոլորին Սամվելը պետք է աշխատանքի որպես հաղորդավար չստացվի այնպես, որ այս պահին մենք իրար հետ ենք աշխատում դրա համար, ինքը ինձ համար չեմ փորձում դասակարգել, որովհետև ոչ մասնագիտությամբ կապ չունեմ այդ ամեն ինչի հետ, ոչ ինչ-որ բանով, բայց ինձ համար լավագույններից է, չեմ ուզում ասել լավագույնը, որ ուրիշ բան չստացվի, բայց Սամվելը նախ շատ լավ իր գործի մասնագետն է, աշխատանքի մեջ մեզ մոտ սենց ընտանեկան ավելի մթնոլորտ է, քան թե ինչ-որ աշխատանքային նորմեր, կարգեր, ամեն ինչ կա, բայց ավելի հենված ընտանեկան, հարազատ, միջավայրի ֆոնի վրա։ Գիտեք Արգինե ջան, բեմը թելադրում է ճաշակ եւ թելադրում է տրամադրություն։ Եվ թելադրողը բեմում կանգնած մարդն է, արտիստը, ում եկել են լսելու բոլորը։ Եվ շատ բան է կախված թե ինչ խոսքով եւ ինչ տրամադրությամբ բեմ կբարձրանա հաղորդավարը, որովհետեւ ամեն բան սկսում է հենց նրանից։ Նույն արտիստին ներկայացնելը, նույն հյուրերին ողջունելը, այսինքն տրամադրությունը սրահի ստեղծում է հաղորդավարը, Ձերքում Սամվել Գրիգորյանը։ Միանշանակ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հենց Սամվելն է աշխատում մեզ մոտ, որովհետև Ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր իմ տաղավարում եք։ Ես նաև ավելացնեմ, ինձ համար եւս մեծ պատիվ է աշխատել այդ ընտանիքի հետ։ Մեզ մոտ տնօրեն եւ աշխատող փոխհարաբերություններ չէ, ընտանիք բառը իսկապես հիմքում դրված է, իսկապես մի մեծ ու լավ ընտանիք։ Ինձ էլ շատ հաճելի է բնականաբար, որ այդ ընտանիքի ինչ որ մասն եմ կազմում եւ վստահել են ինձ այդ ամենօրյա աշխատանքը, դա իսկապես դժվար աշխատանք է, պետք է շատ լավ իմանաք Արայիկ ջան։ Ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ վստահված է ինձ, ես էլ ներողություն պատվով դուրս եմ գալիս տակից։ Եվ այսօր ստանում եք գնահատականը։ Արգինեի հետ նորից եմ ասում, մենք տնօրեն ու աշխատող փոխհարաբերություններ չի մեզ մոտ առհասարակ լրիվ ընկերներ։ Ես իրավունք ունեմ զանգարեմ ցանկացած պահի, ասեմ, Արգին, սենց ինչ-որ հարց ունեմ, բան վարքյանական է լուծվում, ավելի հեշտությամբ է լուծվում կամ նույնիսկ կարող եմ ես ենթադրել։ Արգինե ջան, քանի որ դուք խոստովանության տաղավարում եք, ինչ ունեք խոստովանելու Սամվելին։ Խոստովանելու։ Կամ ասելու։ Կամ երեկո իրար խոստովանում եք։ Շատ լավ։ Ուզում եմ լինի առողջ, մաղթել եմ, որ անպայման թորնիկ պարգևեն իրեն, որովհետև ինքը արժանի է վայելել այդ բերկրանքը։ Շատ լավ սիրուն ընտանիք ունի, միշտ ասում եմ իրան ամեն ինչ ունեցող, երեխեքդ շատ լավն են, կինդ, ընտանիքդ, հիմա ժամանակն է ունենալ թոռ եւ վայելի առողջ լինի, որ երկար վայելի։ Ընդհանրապես այդ կմաղթեմ։ Շնորհակալ ենք Արգինե, ձեզ հիմա կճանապարհենք ու մենք կշարունակենք մեր զրույցը։ Անչափ շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Լավ օր։ Կարճատև դադարից հետո վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ մեր զրույցին հասնելս էլ հեռուստատող ուզում եմ նշել, որ եթե դուք չեք հասցել դիտել մեր այս եթերը կամ մեր մյուս եթերները ամբողջությամբ, մեզ կարող եք գտնել նաև YouTube-յան մեր հարթակում։ Պարզապես որոնում բաժնում գրում եք Արայիկ Համբարձումյան եւ գտնում եք այդ էջը եւ այնտեղ էլ տեսնում մեր բոլոր հաղորդումները։ Շնորհակալ ենք ձեզ հավատարիմ մնալու եւ մեր եթերներին հետևելու համար։ Իսկ մենք շարունակում ենք զրույցը Սամվել Գրիգորյանի հետ։ Սամվել, կյանքում շատ են եղել դժվարությունները ձեր կյանքի ճանապարհին։ Միանշանակ իհարկե։ Ինչպես եք հաղթահարում դրանք։ Եթե անձնական դժվարություններ են եղել, հաղթահարել ենք ամբողջ ընտանիքով։ Մեկս մյուսին ուժ տալով, հենվելով մեկի մյուսի վրա։ Իսկ եթե մասնագիտական դժվարությունները իմ աշխատանքային փորձը ինձ տվել է այդ հնարավորությունը, որպեսզի շատ ավելի հեշտ կարգեմ, ավելի հարթեմ ճանապարհը ու առաջ գնամ։ Շատ են եղել փակ դռներ ձեր դիմաց։ Միանշանակ իհարկե։ Հատկապես մեր ոլորտում պիտի որ բոլորս էլ շատ լավ հասկանանք, թե ինչքան դժվարություններ կան, ինչքան փակ դռներ կան, փակ ու կողպած դռներ կան, նույնիսկ, հա։ Իսկ այդ դեպքում ցանկացած դժվարություն, ցանկացած խոչընդոտ ու խնդիր դա եւս դաստիարակում է մեզ, տեսակավորում է մեզ ու ավելի առաջ գնալու շանս ու հնարավորությունները մեծացնում է։ Իհարկե։ Սամվել, այսօր ձեր ծնողները ողջ են։ Ոչ։ Ցավոք սրտի երջանկայի հիշատակ են ծնողներս։ Այ քիչ առաջ մենք խոսում էինք կարոտ բառից։ Կարոտ,
ծնողներիս նկատմամբ ունեմ, իսկապես այնքան շատ ունեմ կարոտ, ամեն ինչ կտայի, որպեսզի էլի մի անգամ այդ բառը ասեի, մամ, պապ, ցավոք սրտի, կյանք այդպես է։ Նրանց գնալուց կարծես թե կյանքի շատ գույներ պակասում են, չէ՞ մեր իրականությունից։ Միանշանակ։ Գուցե դեռևս մի փոքր տհաճ հնչի, անտեր ես լինում։ Գիտեք Արայիկ, մեզ մոտ ընտանիքում մամայի ու պապայի մոտ չստացվեց իրանց մոտ ամրություն ընտանիքում, երբ ես 12-13 տարեկան երեխա էի, իրենք ամուսնալուծվեցին։ Մենք 3 երեխաներով, 2 քույրերս, մեծ քույրս Հասմիկը, Արմինեն ու ես, մենք մամայի հետ մնացինք։ Հայրս ապրում էր Հորաքրուչս տանը, Հորաքրուչս հետ միասին էր ապրում, մեր կապը շատ սակավաթիվ, շատ քիչ էր, պակաս էր շատ, այդպես անցան տարիներ, երբ որ մեծացա արդեն տեղափոխվել ենք Երևան եւ այլ, Հորաքրուչս զանգարեց մեր ասեց Սամվել պապան լավ չի։ Այդ օրը իմ կյանքի ամենաբադ օրերից մեկն էր, այդ զանգը ստանալուց։ Անմիջապես նստեցի մեքենա ու շատ արագ քշեցի դեպի Էջմիածին, գնացի։ Այդ տարիների շփման ցանկությունը, որ ես ունեցել եմ ու չի ստացվել, չէր կայանում այդ ամենը, այդ ամեն ինչը հավաքված, այդպես սաղ մի անգամից լցվեց, այդպես փաթաթվեցի պապային, ուզում էի առնեի այդ պապա-որդի այդ փոխհարաբերությունները ստանայի, այդ ամեն ինչն էի ուզում անեի։ Իհարկե օրեր անց երկրային կյանքին հրաժեշտ տվեց պապան, մահացավ, շատ ցավալի էր ինձ համար շատ։ Այդ 3 օրերը ես անընդհատ իր կողքն էի, անընդհատ, չի ուզում հեռու գնայի, կարոտ կար, ցանկություն կար պապայի հետ, պապային տեսնելու, հատկապես որ գիտես էլ չես տեսնելու։ Հետաքրքիր էր շատ, որ ուղիղ 12 տարի հետո, ես գիտեմ, որ մաման ու պապան շատ սիրել են իրար, ուղղակի չի ստացվել իրանց մոտ ապրել համատեղ։ Ուղիղ 12 տարի հետո, նույն ամսին, նույն օրը ու շատ զարմանալի էր, նույն ժամին մաման մահացավ, 12 տարվա տարբերությամբ։ Դա էլի սենց մեծ մի հարված էր ինձ համար, կորցնել պապա, որից հետո կորցնել մամա, այդպես քիչ առաջ խոսում էինք, անտեր էի զգում ես ինձ։ Բայց դե պապայի գերեզմաները դա Էջմիածին քաղաքում էր։ Իսկ մենք արդեն տեղափոխվել էինք Երևան, այնտեղ տեղ էլ չկար գերեզմաներում։ Այստեղ Երևանում նոր գերեզմաներ այդպես վերցրեցինք մամայի համար։ Եվ հետո ես երկար մտածելուց հետո որոշեցի, որպեսզի ես չկարողացա ես այն ժամանակ փոքր էի, գուցե ի վիճակի չէի, գուցե այդքան էլ խելք չունեի, որպեսզի փորձեի միացնել իրանց մամային ու պապային։ Այդ ժամանակ փոքր էի եւ իմ մոտ չստացվեց։ Այ իրենց մահանալուց հետո դա կարողացա անել։ Էջմիածնից տեղափոխեցի եւ Երևանում մամայի կողքը պապայի գերեզմաները սարքեցի։ Հիմա իրանք հավերժական կյանքում նրանք ես կարողացա դա անել մաքսիմում որ փոքր էի, գուցե մեծ լինեի կարողանայի ինչ որ եզրեր բերել, միացնել իրար, որպես իրանց մոտ ամեն ինչ լավ լիներ։ Փոքր էի չկարողացա դա անել։ Մեծանալուց հետո ցավոք սրտի իհարկե մահանալուց հետո իրանց միացրեցի, բայց միացրեցի։ Սամվել հայրիկի մահանալուց հետո հոգու խորքում ցավ չեք զգում, որ շփումը քիչ է եղել այդ։ Շատ խեղդվում էի այսպես։ Արցունքները լցված էր այստեղ։ Մամայի դեպքում այլ էր, պապայի դեպքում շատ ցավոտ էր ու շատ դաժան էր դա։ Հիշում եք վերջին խոսքերը հայրիկի, որ կարծես ձեր ականջներում լինեն, կամ մայրիկի վերջին խոսքերը։ Այո, մայրիկը բավականին երկար, մոտ 2 շաբաթ գիտակցության մեջ չէր։ Դժվար էր։ Պապայի հետ մի քանի օրը, որ Հորաքրուչս զանգից հետո, որ ինքը լավ չի, ամեն օր էի ես իր կողքը ու շատ զարմանալիորեն Արայիկ, անընդհատ պապա բառն էի ասում, որտեղ ես բարի կարիք ունեի, կարոտ ունեի, անընդհատ պապա։ Ամեն երկրորդ բառը պապան էր։ Այնքան էր ուրախանում, որ այդ բառը ասում էի, որտեղ ես վաղուց չէի օգտագործել այդ բառը, շատ ցավալի էր ինձ համար դա։ Այո։ Սամվել, ես շատ շնորհակալ եմ այսքան
հուզական անկեղծ խոստովանության համար, ինչը շատ գնահատելի է մեր հեռուստադիտողի կողմից եւ մեր տաղավարում միշտ այսպիսի բաց խոստովանություններ են լինում։ Ներողություն ենք խնդրում ձեզ հուզելու եւ մտովի ձեզ այդ կարոտով լի ափսոսանքով լցված օրեր տեղափոխելու համար։ Մենք հիմա կշարունակենք զրույցը, Սամվել, կյանք է եւ կյանքում մեր կամքից անկախ լինում են կորուստներ։ Մեզ համար թանկ ու հարազատ մարդիկ գնում են հավերժություն եւ այդ բացը միևնույն է երբևէ չի լրացնում։ Շատերն են գալիս մեր կյանք, նոր գույներ են բերում իրենց հետ, շատերը մեզանից խլում են շատ գեղեցիկ գույներ, բայց այն բացը, որը որ մեր ծնողների համար միշտ մնում է, այդ տեղը երբեք չի լրացվում։ Որևէ մեկը չի կարող երբեք լրացնել այդ պակասը։ Այո։ Դժանաշատ իհարկե, բայց կյանքի օրենքներն են այդպես։ Այո։ Պետք է հարմարվենք։ Սամվել, շատ են եղել թիկունքից հարվածներ ձեր կյանքում։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել։ Երբեք, բացարձակապես։ Okay, նորմալ է։ Գիտեք, մեզ մոտ մեր հյուրերից մեկն ասեց, այո, եղել են, ասում եմ, բա ոնց եք դիմակայում, ասում եմ, թիկունքն ուժեղ է։ Բացի թիկունքն ուժեղել, այդ տեսակ մարդիկ, այդ մարդիկ մեզ ավելի են ուժեղացնում։ Եթե չլինեին նմանատիպ մարդիկ մեր կյանքում, չհանդիպեին մեզ, բնականաբար շատ նենց կարակի պես հարթ ու գեղեցիկ ու երբեք այդպես փորձ ձեռք չես բերի, փորձված չես լինի, բնականաբար իրենք մեզ ավելի կոփում են, ամրացնում են, դաստիարակում են, տեսակավորում են, ավելի ուժեղացնում են։ Շնորհակալ եմ իրենց շատ։ Միշտ պետք է լինենք շնորհակալ, լավի ու վատի համար, որովհետև դա կյանքի դաս է։ Սամվել, այսօր արժեքները շատ են փոխվել կյանքում, սիրելու արժեքն անգամ մի տեսակ կարծես թե փոխված է։ Ինչ փոթորիկներ մտան մեր կյանք, որ ամեն բան տեղաշարժվեց, կարծես թե դարձանք մի փոքր քիչ գնահատող, քիչ ուրախացող, անգամ արտիստին քիչ ծափահարող։ Ինչը փոխվեց, Սամվել։ Արդյոք այդպես է, բայց Եթե համամիտ չեք, ես սիրով կլսեմ ձեր կարծիքը։ Չգիտեմ, սերը ոչ մի կերպ չի փոխվել միմյանց նկատմամբ, իմ կարծիքով, եթե մի մարդուն սիրում ես անկախ ժամանակներից, սիրում ես ու որքան էլ փոխվում են ժամանակները, այնքան ավելի շատ ես սիրում, կարծում եմ։ Արտիստին ծափահարելը, եթե արտիստը պետք է իսկապես լավն է եւ իրենց ինչ-որ բան ներկայացնում է, բնականաբար ստանում է իրեն համապատասխան ծափահարություններ։ Եթե չեն ծափահարում, դա արտիստի խնդիրն է, այլ ոչ թե հանդիսատեսի։ Երբեմն խոսում են հաղորդավարները դժգոհում են, ասում են, մենք խոսում ենք, ոչինչ չեն լսում մեզ, մարդիկ փոխվել են, ուրիշ ձև են, ոչ։ Ես համամիտ եմ ձեզ հետ։ Նշանակ, իհարկե, այդ ամբողջ խնդիրները քոնն են, հաղորդավար ջան։ Եթե հասցնելու արժեք կա։ Դու փնտրիր խնդիրը քո մեջ, այլ ոչ թե հանդիսատեսի մեջ, որովհետև հանդիսատեսը նույն առաջվա լավ ջերմ հանդիսատեսն է։ Իհարկե։ Իսկ կյանքի արժեքները որտեղ են գտնվում, ինչի մեջ, Սամվել։ Կյանքի լավագույն արժեքները դրանք լավագույն ձեռքբերումներն են։ Իմ պարագայում դա իմ լավագույն ձեռքբերումը դա իմ ընտանիքն է։ Իսկապես շատ լավ ընտանիք եմ ստեղծել, քիչ առաջ Արգինեն էր ասում։ Դա իմ հպարտությունն է, իմ մեծ ձեռքբերումն է։ Մասնագիտական հաջողությունները երբեք այդքան չեն երջանկացրել ու գոհացրել ինձ, ինչքան ընտանիքում ձեռք բերած այս հաջողությունները։ Երկու հրաշք մարդիկ, երկու լավ զավակներ, ովքեր հպարտորեն կրում են Գրիգորյան ազգանունը, եւ Նարես, եւ Նարեկս։ Մեր ընտանիքի ավանդույթները իրենց ընտանիքում փոխվել են, տեղափոխվել են նաև իրենց ընտանիք։ Երբեմն Նարեն կամ Նարեի ընկերները զանգարում են, այնց բաներ են պատմում, այն ամեն ինչ որ մեր տանն է կատարվում, այդ նույն ամեն ինչը Նարեն կարծես այդ բոլոր սիրուն պուպուշ ավանդույթները տեղափոխվել է Միացյալ Նահանգներ ու իր ընտանիքում պահել է այն ավանդույթները, որը մեր տանից տարել է իր հետ։ Դրանք մեծ արժեքներ են ինձ համար։ Այսօր մեր ասպարեզից շատերը, չգիտես ինչու, ձգտում են ընտրել այն ուղղությունը, որը երկար ճանապարհով տանում հասցնում է Միացյալ Նահանգներ։ Դուք երբևէ մտածել եք։ Երբեք, եւ չեմ էլ պատրաստվում։ Անկախ այն բանից, որ ձեր դուստրի հիմա այնտեղ ապրում։ Գոնե ժամանակավոր գնա։ Նույնիսկ համոզված եմ, որ շուտով ինչ որ ժամանակներ կգան, երևի Նարես կվերադառնա Հայաստան։ Ես չեմ կարող թողնել իմ երկիրը։ Ես չեմ ուզում իմ գնալով ավելացնեմ սփյուռքի քանակը, որովհետև մեր կարգախոսը միշտ ամբողջ մեր կյանքում եղել է սփյուռք, վերադարձեք Հայաստան, մենք դες բոլորից սպասում ենք։ Բացի դրանից, ախր իմ քաղաքը, իմ ընկերները, իմ աշխատանքը, իմ տունը, իմ տեղը, գիտեք նույնիսկ երեկ էի ընկերոջս հետ այդ մասին խոսում էինք, երբ որ ես ուսանող էի ու դասի էի գնում, ճամփեզերին այդպես
նորատունկ ծառեր կային տնկած, հա։ Հիմա այդ նույն ճանապարհով ես անցնում եմ, այդ ծառերը բավականին հաստափուր ծառեր են դարձել։ Ինձ հետ միասին մեծացել են այս քաղաքում։ Ես չեմ կարող թողնել դա։ Իմ եկեղեցին, իմ կրոնը, իմ տունը, իմ տեղը, իմ ընկերները, իմ մասնագիտությունը, իմ ամեն ինչը, իմ մանկությունը, իմ հիշողությունները։ Մեր լեզուն։ Ես երբեք չեմ կարող մի փոքր լավ լինելու համար, որովհետև գնամ։ Չնայած ինձ համար այստեղ ավելի լավ է։ Սամվել, շատ խոսեցին կարոտներից, մեր հաղորդման մեջ կան հարցեր, որոնք երբեք չեն փոփոխվում, եւ հիմա եկավ այդ հարցերից մեկը տալու ժամը։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Կարոտ։ Երևի այդպես կարոտ։ Ձեր կարոտի անունը հենց կարոտն է։ Կարոտ։ Կարոտ Լուիս, երևի, չգիտեմ։ Մոտավորը։ Այ եթե ձեր կյանքի մասին մի օր գիրք գրեք, նստեք ու սկսեք գրել ձեր կյանքի պատմությունը։ Ինչ վերնագիր կստանա այդ գիրք, ինչ անուն կտա գրքին։ Չեմ գրի, որովհետև այդքան հարթ ու լավը չի եղել իմ ճանապարհը անցած, որ ես կարողանամ դա ինչ-որ կերպ ինչ-որ թղթին փոխանցել եւ հետո չէ, իհարկե չէ։ Բայց եթե գրեք, ինչ անուն կտա գրքին։ Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին երբեք։ Չէ։ Չեմ ուզում։ Շատ լավ։ Եվ Սամվել, քանի որ դուք խոստովանության տաղավարում եք, ինչ ունեք խոստովանելու եւ ում կանեք այս պահին մի գեղեցիկ խոստովանություն։ Սիրում եմ հայրենիքս, սիրում եմ պետությունս, սիրում եմ ընկերներիս, սիրում եմ իմ մասնագիտությունը։ Ես 35 տարի երևի փոքրել ավել ծառայել եմ բեմում, խոնարհված ծառայել եմ, սիրում եմ իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը, իմ գործընկերներին, իմ գործը, իմ աշխատանքը, հատկապես երբ աշխատանքը անում ես եւ պատասխանը ստանում ես ծափարությունով, որ քիչ առաջ խոսում ենք, ամենամեծ ձեռքբերումը, ամենամեծ սիրուն խոստովանությունն է դա, ամենամեծ սիրուն ճանապարհի համար։ Շնորհակալ եմ։ Սամվել, մենք կամաց մոտենում ենք անանուն նամակին, այս ծրարի մեջ ձեզ ուղված նամակ է, ես այն փոխանցում եմ ձեզ։ Կխնդրենք, որ բացեք եւ բարձրաձայն կարդաք ու փորձեք գուշակել, եթե չգուշակեք, մենք ձեզ կհուշենք, թե ով է նամակի հեղինակը։ Հիմա։ Այո։ Անակնկալներով լեցուն է։ Հաղորդումը։ Այո։ Սիրելի Սամվել, երկար տարիներ է ինչ չենք հանդիպել։ Այս ընթացքում շատ բան է փոխվել։ Դու պապիկ, տաղկուշ տատիկ, քո զուման դարձել է Քենդի Քրաշ, Հովները դարձել է Անյուտա, աղբյուր Սերոպը դարձել է Չենջ։ Ուրախ եմ, մեր ընկերական երեկոները մնացել են նույնը։ Վստահ եմ, տաղկուշ հացը դիր գալիս եմ, նույնպես ավելի քան համոզված եմ, որ դու նույնը մնացել ես։ Միշտ ձգտող լավագույնին։ Ուզում եմ, որ լինես այնքան նպատակասլաց, ինչպես կայիր տարիներ առաջ, երբ կինոնայրի տանը լուցկի էիր ման գալիս ու գտար։ Ուզում եմ, որ ճանապարհդ լինի կանաչ եւ Արմինեի պես փայլուն։ Հարգանքներով քո Կինոնայրի տանը լուցկի էիր փնտրում։ Կինոնայրի տանը դա շատ վաղուց այդ տունը արդեն վաճառված է, չկա, դա եղել է 90-ական, 95, 6, 7, 8 մինչև 2000 թվական մոտարապես այդ տանն էինք, մենք տատիկի տանն էինք ապրում, բայց դրանից հետո այստեղ կան բաներ, աղբյուր Սերոփի տունը, որը դարձել է Չենջ, սա մեսեջներ են, որ Աննա Հովները դարձել է Անյուտա, աղբյուր Սերոփը դարձել է Չենջ, ուրախ եմ մենք այն եւ մնացել է նույնը, վստահ եմ ծաղկուշը հաց դիր գալիս եմ, Լևոնն է, Միացյալ Նահանգներից։ Ձեր ընկեր։ Հա, Լևո։ Լևոն Սարգսյանը։ Լևոնն է։ Այո։ Մի անգամից Ձեր ընկերն է նամակի հեղինակը, մանկության ընկերը, չէ՞, Սամվել։ Ձեր մանկության ընկերն է։ Իմ մանկության ընկերն է Լևոնը։ Միացյալ Նահանգներում ապրում։ Քանի տարի է որ չեք տեսել։ Լևոնը, չէ,
տեսել եմ անցյալ տարի 24 թվականին տեսել եմ, որտեղ ինքը հաճախ է գալիս Երևան ու շուտով էլ պետք է գա։ Շատ ուրախ եմ լավներ նամակը։ Մենք իրական շատ ենք ուզում որ հենց հիմա նա գար Երևան, բայց չստացվեց, որովհետև շատ ուրախ կլինենք, որ հենց այս պահին նա մտներ տաղավար, բայց Հա, որովհետև միայն լովը կարող սենց բաներ ասել, հա։ Լևոնը գրել այս Զուման դարձել է Քենզի Քրաշ, Այո։ խաղում էի շատ, հա, հովները դարձել է Անյուտա, աղբյուր Սերոփը դարձել աղբյուր Սերոփի վրա, այդպես բնակարան ունեի, որ հետո տեղափոխվեց դեպի բան Կասյան փողոցի վրա, լովն էր ասում, այդ տունը change է, առանձնատունն է, ասում է դա change բառը հասկացա, որ Լևոնի կն, որտեղ իր ասածն է։ Լովին շատ կարոտել եմ, շատ, կարծում երևի թե հիմա նայում եմ այս լովը, լով, նամակի համար շնորհակալ եմ, քեզ շատ սիրում եմ։ Իդեպ լովն էլ անցյալ տարի ստեղծեց իր ընտանիքը հրաշք մի Վիկտորիայի հետ միասին։ Ես ինքս թույլ չտվեցի, որպեսզի որևէ մեկը բարեր այդ հարսանիքը, ես վերցրեցի իմ ձեռքերը եւ իմ լավ ընկերոջ Հարսանյաց Անդրեսը բարեցի ես։ Եվ այն բարեմաղթանքները, որ ես կուզեի, որպեսզի որդուս, դուստրիս, հա, նարեիս լիներ, այդ ամենը փոխանցել եմ նաեւ լովին։ Լով, ես շատ սիրում եմ։ Սամվել, ընկերության հիմքը ի՞նչն է պահում։ Ինչն է ավելի ամրացնում ընկերությունը։ Ազնվությունը լավ, ճիշտ փոխհարաբերությունը, մաքրությունը, վստահությունը։ Երևի թե դրանք։ Սիրում եմ ազնիվ մարդկանց։ Ու նաև հակառակը չեմ սիրում ոչ ազնիվ, անազնիվ մարդկանց։ Շատ արագ են հեռանում իմ կյանքում այդ տեսակ մարդիկ, ովքեր հայտնվում են ցավոք սրտի մեր ժամանակներում հաճախ հանդիպում ենք նմանատիպ մարդկանց, շատ արագ, շատ գեղեցիկ, շատ դասական, սիրուն ճանապարհում են։ Ահա։ Ինչ կլիներ մեզ հետ, եթե կյանքում չլիներ սերը։ Մարինա Ցվիտաևան, չէ, ունի սերը գոյության հանճարն է միակ։ Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ։ Մահն է պարզապես։ Մահը երևի թե։ Շնորհակալ եմ Սամվել։ Շնորհակալ եմ անկեղծ խոստովանության եւ իհարկե ձեր կյանքի պատմությունը մեզ ներկայացնելու համար։ Մեր զրույցը ստացվեց։ Ալիքներով, էմոցիաների ալիքներ եղավ եւ Արգինեի մուտքը։ Նախ թեմաները որ իսկապես շատ լավն էին արայք, հատկապես նամակը նաև շատ ուզիչ էր, սիրուն էր։ Մտովի տեղափոխվել է եւ մանկություն եւ այն գեղեցիկ քաղաքը, որը Էջմիածինն է, որ իմ ծննդավայրն է, որ ես շատ սիրում եմ։ Իմ հին տարիները իմ լավ ընկերներին հիշեցի ընթացքում, լավներ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ վստահության եւ խոստովանությունների համար։ Սելի հեռուստադիտող այսպիսին էր Սամվել Գրիգորյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Թող բոլորիս կյանքում սերը շատ լինի եւ այն երբևէ չպակասի։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։